Ողջույն, 24-ն է հոկտեմբերի, ժամը 2-ն է, Աբովյանով ենք Սայաթնովան անցանք, ու հիմա թեքվենք Թումանյան, եթե հաջողվի, կարմիր լույս է, հիմա գնում եմ Բյուզանտ փողոցում մի հատ գործ կա, հետո ուզում եմ բարձրանամ Լևոնի մոտ Վարդանյան, ճարտարապետ, արեստանոցը կգնամ իրա, Սիրահարների այգի կողմերն է, եթե հարմար եղավ, Լևոնին էլ կնկարեմ, եթե չէ ուղղակի պրոյեկտների հետ ծանոթանանք, որտեվ լավ տեղյակ չեմ ինչեր է կատարվում հաստորեն քաղաքում։ Էսա Թումանյան դուրս եկանք։ Լևոնի գործերից ես գիտեմ Դոմ Մոսկվին, քաղաքապետարանի դիմացը, Մոսկվա պլազան Սարյանի վրա, այդ երկուսը, բայց կոմենտներից Յուրայի գրածից ահագին բան իմացա, էլ առաջ չընկնեմ, որ գնանք, արդեն ստույգ իմանամ, ամեն ինչ նոր կպատմեմ ձեզ։ Այս հյուսիսային էին անցնում ժողովուրդը, հիմա ստեղ տենում եք, դժվար խնդիր է ես, կողբացի պետք է մտնենք։ Ես անցումները հետաքրքիր է ամեն անգամ, ուրեմն երիտասարդները հանգիստ անցնում են, ընդունելով, որ իրանց ճանապարհն է, տենց էլ պետք է լինի, իսկ մեծահասակները չէ, արագ, ոչ մի կերպ չեն կարում, հետ սովորեն, առաջվա վիճակներից, երբ որ հետջոտին բանի տեղ չէին դնում։ Ես այս դալանը անցնենք, Պուշկինը անցնենք, էլի կողբացինը, Չայկովսկի դպրոցն է, ձախից, երաշտական, հաչից են սև շենքը, մի վաղտ երկրորդ պոլիկլինիկան էր, երևի հիմա էլ է տենց, հաչից պոլիկլինիկան, ձախից նորակառույց շենքերն են, ու Արամի փողոցը մոտեցանք, երևի ստեղ միտեղ կանգնեմ, ինձ այս բարձրահարկ շենքն է պետք է ձախ կողմից, դրա վերևի հարկում է գործը, այստեղ կանգնենք երևի, հա չենք խանգարի ոչ մեկին, չնայած դեղին գիծ է քաշած, որ կանգնել չի կարելի, բայց ես աշկը թեքում ես մի հատ նոր շենք են կառուցում, սա չկար, նորը, այսինքն հենա, շինարարական աղվա պատուշ գամբում, այս սևը ոնց որ տե կմնա, այս փոքրը, նաս լավ տեսք ունի, են նրանք չգիտեմ, կասկածելի է, մեջ տեղին է հատկապես, սենց դուս են գալիս Ամիրան, են դալանից, իսկ մեզ, դե հասկացեք, մի րոպե դիմացի մայթից ցույց տամ ավելի լավ, ես շենքն էլ աշկից կմնա, են հետևին է Արամի վրա է, ես եկա դիմացի մայթ,
Էս էլ վատ չի։ Ու այս շենքն է ինձ պետք։ Բարձրանալու եմ մոտավորապես այնտեղ երկ։ Եթե չեմ սխալվում վերջի արկ եմ գնալու։ Մի հատ էլ բեշկի սուղությամբ ցույց տամ։ Ես այդ աչքը թեքելու հետևանքը ուստեղ էլ սենց է այս աղջիկը հայտարարեց, որ սա Էժանա մաշտոցն անդեղ ես էլ փաստորեն պատրաստի բուլվարն այս կողմը սա գլխավոր պողոտա էր կոչվում, չէ? Մի վաղտ Այս բյուզանտն է դեպի հրապարակ, են գալերեայի շենքն է երևում։ Մենք եկանք այն կողմից մի հատ է բուլվարը ու հիմա գնալու ենք այսինց գնացինք։ Բայց մինչև գնալը այս դալանի ուղղությամբ ստեղ էլ է հետաքրքիր բաներ կատարվում։ Սա հյուրանոց էր կարծում։ Չնայած են ցուցանակ մուսկատա գրած։ Իմիջիալս լավ գինիներ են սկսել։ Հայ ժողովուրդը։ Այս անկյունային շենքը սենց տեսք ունի։ Դեպի այս կողմ։ Իքչել գնանք։ Հասորեն այդ մոլը, որ նախագծում է, Լևոնը, ես հույս ունեմ, որ կծանոթանանք ավելի մանրամասն, այն շենքից սկսվում է անկյունային, այստեղից։ Գնում է մինչև Արամի փողոց, այն շենքը Արամի փողոցում է։ Հետո մոտավորապես մինչև հրապարակ, Մյուզանդով ու Արամի փողոցով մինչև հրապարակ։ Ես էլ աշունը։ Հիմա մտնենք այս բակը, ստեղագործը։ Էս է 15-րդ հարգից սենց տեսարան է, այս աշտարակը, որ երևում է, քաղաքապետարանն է, բայց սենց հետևն էլ գինու գործարանի աշտարակն է, սևը։ Են մեկը Գլենդել թաղամասն է երևում, ստեղից։ Ես ոնց որ են հրապարակի հետևի չէ, զաժիգալկան են այն տանիքից վերև որ երևում է։ Իսկ սրանք տեղը չեն բերում ինչա։ Հա, այս Ամիրյանի վրա, նայեք, այս Չարենցի դպրոցի կողքը։ Փողոցից այս բարձրահարկ շենքը տենում եք, փողոցից մենակ այս ապակեպատ մասն էր երևում, ես էլ մտածում էի, խեն սենց նեղ շենք սարքել։ Դու մի ասի ահագին լեն շենք է։ Դե այս Ամիրյան փողոցն է, այս շենքը մի ժամանակ Երևանի թանգարանն էր այդտեղ, հիմա հələ որ ինձ թվում է անորոշ վիճակում է։ Այս բակն է, այս ստեղել են ոնց որ շենք դնելու, հիմքը սկսել են քանդել։ Դե այս էլ կողքի շենքը։ Գնացինք, ինձ թվում է այստեղ բան չմնաց նայելու։